Լոռի Բերդ համայնքի Բովաձոր գյուղը ժամանակին ամբողջությամբ բնակեցված է եղել ռուսներով, խորհրդային շրջանում գյուղն անվանել են Մաքսիմ Գորկի։ Այս բնակավայրում է ծնվել Խորհրդային Միության հերոս Իվան Բոնդարևը, որի կիսանդրին տեղադրված է դպրոցի բակում։ Ռուսներն իրենց ծննդավայրից սկսել են հեռանալ նախորդ դարի 90-ական թվականներից սկսած։ Երիտասարդներն են հիմնականում տեղափոխվել, իրանք է որպեսզի մենակ չմնան տարեցները, կամաց գնացել են իրանց երեխաների մոտ։ Ռուսներ գյուղում մնացել են, սակայն ընդամենը 3-4 ընտանիք, շատ են միայնակ տարեցները։ Բովաձորում ապրում են նաև եզդիներ եւ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներ։ Խոզինք պահում, հավոք պահում, բոստանը քանում։ Մենք կնիկեմ տանը թոշակառու ենք, էտա։ Բովաձորը աշխարհագրական լավ դիրք ունի, տեղադիրքը հարմար է, լավ արոտավայրեր եւ մշակովի հողատարածքներ կան, գետ ու անտառներ, սակայն ցավալի է, որ բնակչության թվի աճ չի նկատվում։ Ինչպես նշում է Լոռի Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Էդուարդ Մելիքսեթյանը, վերջին տարիներին գյուղից չեն արտագաղթում, սակայն բնակչության թիվն արդեն շուրջ 2 տասնամյակ փոփոխական կերպով տատանվում է 250-ից 290-ի սահմաններում։ Եթե արտագաղթ չկա շատ, այդ դեպքում Աճ էլ չկա։ Ինչի չկա, էլի, Ամուսնությունների թիվն է շատ, մի ընտանիքի ծնելությունը երեխաների քանակն է շատ քիչ, դրանից է կախված էլի։ Բնակավայրի ճանապարհները բարվոք վիճակում են, սալարկվել են տուֆ քարով, խմելու ջրի մատակարարման հարցը եւս կարգավորվել է, կա լուսավորության համակարգ, հանդիսությունների սրահ։ Բովաձորում բնակվում է 288 մարդ, 12-ամյա դպրոց ունեն, որտեղ սակայն սովորում է 11 աշակերտ։ Դպրոցի փակման մասին խոսակցություններ կան, եւ ծնողներն ու մանկավարժներն անհանգստացած են, դեմ են միավորմանը։ Չգիտեմ, սա արդեն խնդիր է մեզ համար։ Ինչքան էլ քիչ եղնի երեխեն, դպրոց փակելը, դա ինչ է նշանակում, եթե գյուղում չեղնի դպրոց, ինքնստինքյան գյուղ էլ չկա։ Գյուղը կլինի ու նաև կզարգանա, եթե կրթօջախը շարունակի գործել եւ լուծվի տրանսպորտի հարցը, ընդգծում են բովաձորցիները։ Միևնույն ժամանակ հուսով են, որ վերջապես կվերանորոգվի գյուղի մուտքի մոտ գտնվող կամուրջը կամ կկառուցվի նորը։ Առաջին հայացքից էլ ակնհայտ է, որ այն վթարային վիճակում է։ Տրանսպորտի խնդիրը եւ այդ կամուրջի հատվածը արդեն փողոցներ ճիշտ է տուֆապատ են, բայց այդ խնդիրը իրոք շատ կա։ Ու երեխաների խաղալու խաղահրապարակը դա էլ ինձ թվում է մեծ խնդիր։ Ուղղակի ես կողմ ուզում եմ ագիլի, որտեղ խաղող տեղերի դա համար դենց բան ուզում։ Հիմնական խնդիրը դա տրանսպորտի խնդիրն է, որը չի կարգավորվում արդեն այս վերջի մի քանի շատ տարիների ընթացքում։ Մեքենա ունեցողներն են ավելացել, այդ սպասարկող կազմակերպությանը ձեռնտու չի, ասենք, տրանսպորտը գալիս է, մեկ մտել է գյուղ ավտոբուսը, բայց 1-2 ուղևորով ինքը չի կարողանում իր ծախսի։ Բովաձորցիները շատ պահանջկոտ չեն, ասում են, դժվարությունները կկարողանան ինքնուրույն հաղթահարել, պարզապես հուսով են, որ վերընշված 1-2 խնդիրը կլուծվի, նաև իրենց համար հավելյալ դժվարություններ չեն ստեղծի, եւ գյուղի դպրոցը կշարունակի գործել։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Լոռի Բերդ համայնք, գյուղ Բովաձոր։